Կրկին ես ու էլի խոսում ենք օծանելիքներից։ Իրականում այսօր ոչ մի թեմա չունեի խոսալու, նստած նայում էի օծանելիքներիս ու հասկացա, որ մի քանի տարբերակ ունեմ, որոնք որ դեռ unboxing չեմ արել ու որից մեկը իրականում կույր եմ պատվիրել առանց բույրի իմանալու։ Ուղղակի կոմենտներում կարդացել եմ, որ շատ սիրուն թարմ ցիտրուսային բույր է, ուղղակի բախտս փորձել ու պատվիրել եմ։ Եկեք միասին բացենք, համ կհասկանանք բույրը, կոմպոզիցիան, համ էլ մի քանի բառով կփորձեմ նկարագրել։ Գնացինք։ Միանգամից անցնում ենք առաջին տարբերակին, Tom Ford-ի Tuberose New-ն։ Извините за мой французский, բայց ով գիտի թե ոնց է արտասանվում ֆրանսերեն, խնդրում եմ գրեք կոմենտներում հայատար, որ հաջորդ անգամ արդեն ճիշտ արտասանեմ, իսկ ես անցնեմ կոմպոզիցիային։ Այսինքն մինչև կոմպոզիցիային անցնելը պետք է իմ մոտ միշտ շատ վատ է ստացվում, որ չի ուզում բացվի։ Պաշտում եմ այս բույրը կնոջ վրա ցուրտ եղանակներին։ Արդեն խորը աշուն կամ ձմեռվա սկիզբ։ Ինքը ուղղակի ֆանտաստիկ է բացվում։ Շատ սիրուն տուբերոզա է, լիլիայի ու ժասմինի հետ միասին։ Ստեղ մի փոքր զամշայի երանգ էլ կա, բայց ինքը դեպի ավելի կենթանական երանգի է տանում ու եթե իմ ասոցիացիաները հետաքրքիր է, ինքը իմ համար ավելի շատ լատեքսի երանգ է տալիս այս կոմպոզիցիան կամ ավելի հասկանալի եթե լինի ռեզինային, սա արդեն դեպի 18 կամ 21 պլյուս է տանում, քանի որ ինչպես արդեն նշեցի, թարգմանաբար Tuberose New նշանակում է մերկ տուբերոզա։ Դե ռեզինը կամ լատեքսը ինձ թվում է արդեն հասկացաք դեպի որ կողմ է տանում ու ինչ տիպի է սերտ կապակցված այդ սեքսուալության հետ ռեզինը։ Ես չեմ ուզում ուղղակի մանրամասների տրվեմ ու փակագծերը բացեմ, քանի որ սա օծանելիքների մասին կոնտենտ է։ Այստեղ չենք խոսում սեքսի մասին, ինչը կիրառում է BDSM-ում։ Ամենավատը այն է, որ Tom Ford-ի այս կոլեկցիայում ինքը այդքան էլ կոմերչեսկի հաջողության չհասավ, ու խոսքս վաճառքներին է վերաբերում ու ճանաչելիությանը։ Իրա տեղը առաջ գնացին Vanilla Sex-ը կամ Lost Sharing կամ Bitter Peach-ը, որոնք հետաքրքիր ինչ-որ սենց մոնոլոգ ունեին, նու էլի 18 պլյուսի հետ կապված, մարդիկ դրանք սիրեցին, ինչքան էլ որ դրանք բավականին համեմատաբար բավականին ավելի պրիմիտիվ կոմպոզիցիաներ են, քան Tuberose New-ն, քանի որ սա մի փոքր ավելի բարդ, մի փոքր ավելի երկար պետք է իր հետ շփվես, որ իրան հասկանաս, մի քիչ ավելի բազմաշերտ է ինքը, բայց դա այդքան էլ զարմանալու չի, քանի որ բարդ կոմպոզիցիաները նու աշխարհի ցանկացած ոլորտում մարդկանց կողմից շատ ավելի դժվար է ընկալվում ու շատ ավելի դժվար է հասկացվում։ Եթե փորձենք օրինակ բերել գեղանկարչությունից, եթե ցանկացած երիտասարդի հարցնենք ով է Կարավաջոն կամ ով է Ռեմբրանդը կամ ով է Կլոդ Մոնեն կամ Ռենուարը, ոչ մեկ այդքան էլ տենց չեն իմանա, բայց Մոդելյանին, Պիկասոին ու Վան Գոգին բոլորը գիտեն։ Նու իրանք ունեն ավելի շատ կոմերչեսկի ուспех ու ավելի հասկանալի է իրանց գործերը ու ավելի պոպուլյարնի է ինչ պատճառներով։ Բայց եթե վերադառնում ենք Tom Ford-ի Tuberose New-ին, եթե իհարկե ինքը տենց է արտասանվում, սա իրոք շեդևր է։ Սա այն տարբերակներից մեկն է, որ ցուրտ եղանակներին ուղղակի ֆանտաստիկ է բացվում։ Tom Ford-ից այս կոլեկցիայից, եթե ինձ ասում են պատկերացրու կին կայացած զուսպ հավասարակշռված ինչ օծանելիք կպատկերացնես այդ կնոջ մաշկին, ես առաջինը պատկերացնում եմ Tom Ford-ի Tuberose New-ն, երկրորդը պատկերացնում եմ Tom Ford-ի Noir de Noir։ Ափսոս չունեմ, թե չէ իր մասին էլ մի երկու բառ կասեի, բայց արդեն իմ wish list-ի մեջ կա ու շուտով այն կունենամ։ Իր մասին այսքանը։
Երկրորդ տարբերակը Monster-ն է։ Իրան ուրիշ բառով չեմ կարա նկարագրեմ։ Ordo Paris-ի Megamar-ը։ Այս բրենդը ուղղակի շփնեցնում է իր կայունությամբ ու իր շլեյֆով։ Այդ հասկանանք ինչ սիրուն է բացվում։ Այս այդքան է դրական չի։ Քանի որ ոչ մի էսթետիկայի մասին չի խոսում, ոչ մի հասկանում է էսթետիկայից։ Իրան էլի տեստ չեմ անի, քանի որ գիշերը չեմ կարանա քննեմ։ Ուզում եմ այս վիդեոն նկարեմ ու անցնեմ ու պարկեմ հանգստանամ։ Քանի որ ամբողջ տնից մի 3 օր էս հոտն է գալու։ Ինքը ասոցացվում է ոնց փոթորկոտ օվկիանոսը։ Ինքը Դրեյկի նեղուցն է, ով դպրոցական տարիներին աշխարհագրություն լավ է սովորել, հաստատ ինձ այս բանին կհասկանա։ Իմ ամենասիրելի օծանելիքներից մեկն է եղել երևի թե մի 2 տարի առաջ։ Ես ամեն օր իրեն էի ցանում ու ամեն օր ի սրտե հաճույք էի ստանում իր կոմպոզիցիայից։ Որ 7 մետր հեռավորության վրա մարդիկ զգում էին այս օծանելիքի բույրը ու հարցում են եսով է օծանելիք ցանել, ես էսենց իբր համեստ դե չէի ասում, սաղից օդ էին քաշում ու ասում էին ինձ հասկանում էին, որ ես եմ այս օծանելիքը ցանել։ Ինքը կիլոմետրանոց շլեյֆ ունի։ Ինքը անսահման կայուն է։ Այս տեսակ կայուն, այս տեսակ կիլոմետրանոց շլեյֆով օծանելիքներ մի ձեռիս մատերի վրա կարամ հաշվեմ։ Սա եթե ցանում ես ամբողջ փողոցից հետ հոտնա գալիս։ Ես հաճախ եմ հանդիպում նման իրավիճակների, որ քայլում եմ ու հասկանում եմ, որ ստեղով անցել է ինչ-որ մեկը, ով ցանել է Ordo Paris-ի Megamar-ը։ Իրա նման երևի թե Boa Imperial-ն է ու Red Tobacco-ն։ Այս տիպի անսահման շլեյֆով այս 3 տարբերակներն են։ Էլի շատ հետաքրքիր տարբերակներ կան, որոնք շատ երկար շլեյֆ ունեն, բայց իրանց նման ճիշտ բառը ուզում եմ ասեմ, բայց եկեք ավելի հասկանալի բառ ընտրեմ։ Իրանց նման չամուր մենակ այս 3-ն են անկեղծ։ Իսկ թե հիմա արդեն այդքան էլ չեմ սիրում իրան, քանի որ ինքը ինձ իրոք հոգնեցրեց։ Անընդհատ էս հոտնա, անընդհատ ինքն է այն վրա ու ոչ մի տիպի չի մաքրվում։ Որոշ մարդկանց համար կարա ինքը դիտարկվի որպես առավելություն, որ անսահման շլեյֆ ունի ու շատ կայուն է, բայց ես հոգնեցի ու տարվա մեջ երևի թե մի 2 անգամ եմ ցանում ու պարտադիր ամռանը, քանի որ ինչպես արդեն բոլորս գիտենք, ամռանը բույրերը համեմատաբար ավելի քիչ են մնում մաշկիդ ու շուտ են ցնդում։ Ինքը գոնե ամռանը մի կես օր մնում է։ Ցուրտ եղանակներին հանցագործություն է իրան ցանելը, քանի որ ինքը բացարձակ չի մաքրվում։ Հիմա եթե էսի ցանեմ այս ձիվանի վրա, պետք է ձիվանը շպրտեմ։ Ես այս տանը էլ չեմ կարող ապրեմ, քանի որ ինքը իրոք ոչ միցև չի մաքրվում։ Բայց այն մարդիկ, ովքեր սիրում են կիլոմետրանոց շլեյֆով օծանելիքներ ու կայուն, միանշանակ խորհուրդ եմ տալիս, քանի որ չի հիասթափեցնի։ Ու ամենակարևորը, ինչքան էլ ես օծանելիքի մասին այսքան բացասական բաներ ասեցի, եթե իհարկե դա բացասական ալիք է մարդու համար, ինքը ահավոր կոմպլիմենտար է։ Եվ երրորդ տարբերակը, որի բույրը չգիտեմ, դա Xerjoff-ի Torino 21-ն է։ Ուղղակի կոմենտներով կարդացել եմ, որ շատ սիրուն ցիտրուսային բույր է, որոշել եմ ուղղակի կույր պատվիրել։ Անգամ իր բույրը չեմ մտել ինչ-որ խանութներում փորձել։ Սա էլ իմ բախտից։ Ինչպես միշտ, Xerjoff-ը շատ շքեղ է։ Ես իրենց փաթեթավորումն եմ շատ սիրում։ Մի հատ հասկանանք։ Այս երկուսը չեմ ցանել այսօր, որ ես ուրիշ բան չէի էլ պատկերացնում։ Շատ սիրուն օճառային երանգ տվեց առաջին մի քանի վայրկյանը, բայց միանգամից փոխվեց ինչ-որ մի հատ
սուր ցիտրուսային ստարտա։ Ամեն դեպքում իր մասին երկար չեմ կարող խոսամ, իրեն պետքա բաց մաքուր օդին վաղը փորձեմ իմ մաշկին, որ հասկանամ կամ մի օր գոնե մինիմում պետքա իմ մաշկի վրա մնա, որ հասկանամ ինչ տիպի է իր կայունությունը, ինչ տիպի կոմպոզիցիա է, սրտի նոտաները ոնց է բացվում ու հիմքը ինչ տիպի է մնալու մաշկիս վրա կամ շորերիս։ Բայց ստարտը շատ սիրուն է, ուղղակի սենց ասեմ, շատ դժվար է ինչ-որ մի բան ասել է, քանի որ շատ շոքատան է, ես էլ այդքան լավ չեմ հասկանում այս բույրը, պետքա մաքուր օդին մի հատ փորձել ու հասկանալ ինչին է նման, որովհետև ինչ-որ մի հատ օծանելիքի նմանեցնում եմ, որը այս պահին ունեմ աչքիս առաջ, բայց չեմ հասկանում որին է նման։ Բայց այդ օճառային երանգը շատ դուրս եկավ, քանի որ մարդկանց մեծամասնությունը ցիտրուսային թարմ բույրերը սիրում է օգտագործել շոգ եղանակներին, ես ուղղակի խելագարվում եմ ցուրտ եղանակներին ցիտրուսային բույրերից։ Ուղղակի ֆանտաստիկ եմ բացվում, սենց եթե ինչ-որ մի հատ հետաքրքիր շարֆով փակված ու այդ թարմությունը, այդ սառնության հետ ցուրտ եղանակի, ուղղակի ֆանտաստիկ է։ Եթե ցիտրուսային բույրերը մենակ օգտագործում եք շոգ եղանակներին, խնդրում եմ փորձեք միատել խորը աշնանը կամ ձմեռվա սկիզբ, հաստատ չեք փոշմանի։ Իսկ իր մասին առանցին վիդեո կնկարեմ, Տորինո 21, հաստատ չեմ փոշմանի ու հաստատ կօգտագործեմ։ Եթե անգամ դուրս էլ չգա, չնայած առաջին հայացքից հավանեցի ու ինքը շատ սիրուն է բացվում աչքիս։ Եթե դուրս էլ չգա, ընկերներիցս ով գա հյուր ասի ու դուրս գալուց ինձ խնդրի մի հատ հետաքրքիր օծանելիք ասեմ, որը կցանի ու դուրս կգա, սա խորհուրդ կտամ, եթե չհավանեմ։ Այսքանը հաջողություն։